Ողջույն, Բուն TV-ի փոդքասթային տաղավարում է արհեստական ննդեմ բանականի փոդքասթը։ Ձեզ հետ է Անուշիկ Գևորգյանը։ Այս փոդքասթի շրջանակում քննարկում ենք արհեստական բանականությունը, նրա զարգացումները, ինչպես նաև ազդեցությունը տարբեր ոլորտների վրա։ Այսօր խոսելու ենք խոսքից տեքստ փոխակերպող գործիքի, ինչպես նաև ֆիլմարտադրության մեջ արհեստական բանականության միջոցով ենթագրումների մասին։ Այս թեմաների շուրջ զրուցելու ենք Talk to Edit գործիքի համահիմնադիր Վարուժան Բաղդասարյանի հետ։ Բարև ձեզ Վարուժան։ Ողջույն Անուշիկ ջան, շնորհակալ եմ հրավերի համար։ Վարուժան, որ խնդրեմ կպատմեք, թե Talk to Edit գործիքը ինչ ֆունկցիաներ ունի, ինչ է կարողանում անել։ Talk to Edit համակարգի առանցքային բաղադրիչը բնականաբար համարվում է խոսքի սղագրման գործիքը նախատեսված հայերենի համար ու բնականաբար մոդելը վերջնարդյունքն է սեփական գիտական հետազոտությունների, հետագայում նաև համակարգին ավելացվել են այլ հնարավորություններ։ Իսկ ո՞նց առաջացավ գործիքը ստեղծելու գաղափարը առհասարակ։ Բաց նկատեցիք միգուցե շուկայում։ Շատ լավ հարց էր։ Ուրեմն տեսեք, նախագծման ընդհանրապես գործիքի մասին գաղափարները առաջացել են դեռ 2020 թվականին։ Երբ որ վերադարձա պատերազմից, այդ ժամանակ դեռ սովորում էի մագիստրատուրայում երկրորդ կուրսում։ Հետագայում, երբ որոշեցի արդեն շարունակել կրթությունս ասպիրանտական ծրագրով, բնականաբար կար թեմայի ընտրության խնդիր։ Միևնույն ժամանակ ես աշխատում էի նաև դրսի ընկերություններից մեկում ու կրկին հաշվական լեզվաբանության ոլորտում, այսինքն մեքենայական ուսուցման ոլորտում, որի նպատակն էր, որի խնդիրներն էին ճանաչել խոսքը տարբեր լեզուներով, դրանք վերածել տեքստի, ապա ապահովել դրանց մեքենայական թարգմանություն։ Դե բնականաբար տեխնացուական որպես թեմա ընտրեցի հաշվական լեզվաբանության գործիքակաց, բայց արդեն նախատեսված հայերեն լեզվի համար եւ սկսեցի աշխատել այս ուղղությամբ։ Այն ժամանակ ամեն ինչ մի քիչ այլ էր, դեռ չկային GPT կամ չգիտեմ նման մոդելներ, տվյալների հավաքագրումն ու մշակումը բնականաբար ավելի բարդ գործընթաց էր, պահանջում էր ավելի շատ մարդկային ռեսուրսներ։ Իսկ որտեղից ձեզ այդ տվյալները։ Տեսեք, սկզբնական շրջանում հիմնականում տվյալները վերցվել են համացանցի հայալեզու տիրույթից, որտեղ որ անվճար կամ բաց օգտագործման հիմունքներով կային վերբեռնված աուդիոգրքեր։ Շատ աուդիոգրքերի դեպքում նաև կապ ենք հաստատել, ես եւ մեր թիմը կապ ենք հաստատել անմիջապես հեղինակների հետ, ստացել ենք նրանց թույլտվությունը աուդիոգրքերը օգտագործելու համար մեր հետազոտական աշխատանքներում։ Այսինքն հեղինակային իրավունքի խախտման խնդիրներ չեք ունեցել։ Չէ, բացառապես, ասեմ ավելին, անգամ հեղինակների անձին նույնականացման խնդիրներից խուսափելու համար, քանի որ այս աշխատանքների վերաբերյալ ես հրապարակում էի նաև գիտական հոդվածներ, անձին նույնականացման խնդիրներից խուսափելու համար նաև այնտեղ տարբեր նմուշներին վերագրվում էին պատահական չկրկնվող համարներ, որպեսզի խուսափենք ձայնի կլոնավորումից, անձի նույնականացումից ու այսպիսի բաներից։ Սկզբնական շրջանում ձեռքով հավաքեցինք եւ ձեռքով սղագրեցինք մոտ 15 ժամ գումարային տևողությամբ նյութեր, որից հետո ինչքան ժամանակ ձեզնից պահանջվեց այդքան գործ անել այդ ամբողջը հավաքելը։ Սկզբի շրջանում ես միայնակ էի անում, երբեմն դիմում էի ընտանիքիս անդամների օգնությանը, մայրս էր օգնում, եղբայրս էր օգնում, չեմ կարող ասել ինչքան կոնկրետ տևեց, բայց շատ երկար չի տևել։ Հավատացեք, այդ շատ մեծ ժամանակատար գործ չէր։ Այդ 15 ժամը ստանալուց հետո փորձեցի այդ տվյալները օգտագործելով ստանալ հիմքային մոդել, այդ base մոդել կոչվածը։ Դե այդ մոդելը ստանալուց հետո բնականաբար դրանով զարմացնում էի ընկերներիս, ծանոթներիս, որից հետո արդեն սկսեց ամեն ինչ լրջանալ։ Հասկացա, որ ես ունեմ մի մոդել, որի օգնությամբ կարամ ստեղծեմ ավտոմատացման գործիք, որը ինձ կտա կիսաանոտացված, թերի անոտացված սղագրված տվյալներ։ Ու այսպես ստացա մի համակարգ, որը որ ավտոմատ վերցնում էր, չգիտեմ, YouTube-ից նույն լրատվական ալիքների էջերից ինչ որ տվյալներ, մասնատում էր դրանք։ Հիմքային մոդելը ստանալուց հետո արդեն հասկացա, որ հնարավոր է օգտագործել այս մոդելը կիսաավտոմատացման, այս գործընթացի կիսաավտոմատացման գործիք ստանալու համար։ Այսինքն ինչ է սա իրանից ներկայացնում, վերցնում էի համացանցից լրատվական տարբեր ռեպորտաժներ, դրանք մասնատում էի հատվածների, բնականաբար այս մասնատված հատվածները անցնում էին մոդելով եւ վերջում ստանում էի թերի սղագրված տվյալներ։ Բնականաբար դե գործը շատ էր հեշտանում, մնում էր միայն ստուգել վերջնարդյունքները, թերությունների դեպքում դրանք շտկել եւ այսպես պրոգրեսիվ սկսեց տվյալների շտեմարանի ծավալը մեծանալ։ Ես նաև տեղյակ եմ, որ ունեք 8 լեզվով ստղագրման հնարավորություն ու ինձ զարմացրեց նաև ադրբեջաներենի եւ թուրքերենի ինտեգրումը։
Հետաքրքիր է, ինչի է կարևոր ադրբեջաներենով եւ թուրքերենով ծրագրելու հնարավորություն ունենալ, քանի որ գործիքը նաեւ շատ հաճախ օգտագործում են հենց լրագրողները, ինչի է սա կարևոր ու ինչ որ ֆիդբեքներ լսել եք հենց տվյալ լեզուների հետ կապված։ Նախ շատ շնորհակալ եմ հարցի համար, սա շատ կարևոր հարց էր։ Տեսեք, մոդելները, որոնք որ առկա են մեր համակարգում, դրանցից միայն հայերեն մոդելն է, որ ստեղծվել է իմ կողմից, ու իմ եւ թիմի կողմից։ Մնացած բոլոր մոդելները համացանցում առկա անվճար հիմունքներով, բաց կոդով մոդելներ են, որոնք որ պարզապես ներբեռնվել են համացանցից եւ գործարկվել են մեր ֆիզիկական սերվերի վրա։ Ինչ վերաբերում է թուրքերենին եւ ադրբեջաներենին, սկզբնական շրջանում այսպես էի մտածում, որ լրագրողները նաեւ կարիք ունեն տարածաշրջանային լուրերը մեկնաբանելու համար։ Իսկ լեզվական սահմանափակումները, այդ բարիեր կոչվածները հնարավոր է խնդիրներ առաջացնեն լրագրողների համար, որտեղ դե հասկանում որ ոչ բոլորն են տիրապետում ադրբեջաներենի, եւ ոչ բոլոր ադրբեջանական եւ թուրքական հեռուստաընկերությունները կամ լրատվական կայքերն են տրամադրում նաեւ անգլերեն լեզվով նույն հոդվածը, նույն բովանդակությունը։ Դրա համար որոշեցի պրպտել համացանցը ու փորձել գտնել մոդելներ, որոնք ունեն բարձր ճշգրտություն ադրբեջաներենի եւ թուրքերենի համար։ Ասեմ, ի զարմանս ինձ համացանցում հայտնաբերեցի ահռելի ռեսուրսներ, կային բազմաթիվ մոդելներ, ադրբեջաներենի եւ ադրբեջաներենի եւ թուրքերենի համար։ Այդ թվում կային նաեւ մոդելներ, որոնք նախատեսված էին կոնկրետ թյուրքական լեզվախմբի լեզուների սղագրման համար։ Պատկերացնում եք, չէ՞։ Հասկացա։ Ամբողջ բավականին մեծ ռեսուրսներ են ծախսվել լեզվախմբի բոլոր լեզուների սղագրման համար։ Դե բնականաբար, եթե բազմալեզու մոդելը ճշգրտությունը մի քիչ պակաս էր, մի խոսքով, այդ մոդելները գտնելուց հետո պատկերացնում եք, չէ՞, պետական մակարդակով ինձ թվում է բավականին մեծ ֆինանսավորում է այդ ամեն ինչը ստացել, որ կարողանան ստանալ այդքան մեծ մոդելներ ու այդքան շատ։ Չէ, ես այդպես չեմ կարծում, որովհետև այնտեղ կային նաև անհատ հետազոտողներ։ Դե հա, բայց այդ ասիկ որ մեծ ծավալով եք հայտնաբերել, չէ՞։ Դե համեմատաբար մեծ ծավալով, չեմ ասում այնքան, որքան որ անգլերենի կամ օրինակ ճիշտ ռուսերենի դեպքում է, բայց բավականին շատ էին մոդելները։ Ու կարծում եք, որ այստեղ պետությունը դեռ չի խաղացել։ Անկեղծ չեմ կարող ասել, որովհետև այդպես խորքային չեմ ուսումնասիրել։ Ու դրանից հետո դե բնականաբար տեղադրեցինք համակարգում, բարեհաջող տեստավորեցինք ու գործարկեցինք արդեն։ Իմիջիայլոց ասեմ, որ պահանջը այդ լեզուների սպասարկման եղել է լրագրողական համայնքի կողմից։ Իրենք են պահանջել, ու ավելի ճիշտ առաջարկել են, ասել են այ լավ կլիներ, որ լիներ նաև ադրբեջաներենի սպասարկում։ Իսկ թուրքերենի դե թուրքերենն էլ ոնց որ կողմնակի էֆեկտ ավելացրեցինք։ Կողքից նաև դա գումարեցինք, հետաքրքիր է։ Ու շատ լավ է, որ հենց լրագրողական համայնքի կողմից ա եղել առաջարկը, որովհետև ես ինքս լինելով ոլորտում հասկանում եմ, թե ինչքան մեծ բաց կա։ Լրագրողը պարտավոր չի իրականում այդ լեզուներին տիրապետել, բայց միևնույն ժամանակ պետքա տվյալ լեզվով նյութը կարողանա ամբողջական որ մշակել, որ կարողանա նաև այստեղի հասարակությանը տալ ճիշտ դրա այ մեր համակարգը հենց միտված է նման խնդիրների լուծմանը։ Գլխավոր նպատակը դա է, որ հաղթահարել լեզվական խոչընդոտները եւ Հայաստանի մեդիա դաշտին տրամադրել հնարավորություն այդ ամբողջ նյութերը հասկանալ, սղագրել բնօրինակ լեզվով առանց թարգմանության խնդրի։ Միայն լրագրողների համար է գործիքը, թե արդեն ուրիշ մարդիկ են կարող իրականում սկզբնական շրջանում բացառապես լրագրողներն էին, հետագայում ասեմ, որ մեծացավ կիրառությունը նաև մասնագիտական այլ ոլորտներում, կան ներկապային կան թուրքագետներ, արևելագետներ, ովքեր կիրառում են գործիքը, դե ինչպես տեղյակ եք արդեն նաև կիրառում է ֆիլմարտադրության ոլորտում։ Սա շուտով կգանք ֆիլմարտադրությունից, ես մեզ լսողներին ու դիտողներին խոստացա, որ կխոսենք ֆիլմարտադրության մասին, անպայման կխոսենք։ Բայց դե լրագրողական համայնքը գերակշռում է։ Լրագրող օգտագործողները ավելի շատ են։ Շատն են, հասկացա։ Ձեր գործիքում մի բան եմ նկատել, արհեստական բանականության միջոցով համառոտագրում տեքստերի, այս շատ կարևոր գործիք է, որովհետև մեր օրերում տեղեկատվության ծավալները հսկայական են ու կարճ տեղեկատվություն, համառոտ, բայց միևնույն ժամանակ բովանդակալից տեղեկատվություն ստանալը շատ կարևոր է, նաև հենց լրագրողների համար, որովհետև լինում են դեպքեր, որ պետք է տվյալ հարցազրույցը, չգիտեմ, օրինակ կամ նյութը,
որը բավականին երկար է, օրինակ 1 ժամ կամ 2 ժամ, դրա մասին ինչ-որ բան պետք է անես, բայց դու չունես ժամանակ այդ ամբողջը լսելու, ու այդ AI-ի միջոցով, սղագրելու միջոցով, կրճատելու միջոցով բավականին երկար ժամանակ է խնայում դա քեզ համար, բայց այստեղ շատ հետաքրքիր է ինչ մոտեցումներ եք օգտագործում, որ ձեր AI գործիքը կարողանա ոչ միայն կրճատել, այլ նաև պահպանել այդ բովանդակային հատվածները ու դետալները, որովհետև շատ հաճախ դետալները շատ կարևոր են։ Ես ինչի եմ ասում, ես AI գործիքներից օգտվում եմ, որոնք անում են այդ կրճատումները, բայց միշտ մտավախություն կա, որ իրենք կարող է այն ամենը առանցքային բաղադրիչները դուրս թողնել։ Չէ, իրենց համար կարող է առանցքային բաղադրիչ լինի այս տվյալ կետերը, ինձ համար մնացած կետերը, ու հաճախ այդ դետալներն են շատ կարևոր, որովհետև դետալներում է թաքնված այդ ենթատեքստը, այդ ամբողջ տեքստի։ Դե տեսեք, ինչպես նշեցի նախորդիվ, լրագրողները ամենաշատն են օգտագործում մեր համակարգը։ Բնականաբար, այս ամբողջ ընթացքում ուղիղ կապի մեջ ենք նրանց հետ։ Փորձում ենք վերցնել նրանցից կարծիքներ, առաջարկություններ ու պիտի փաստեմ, որ հենց ամենասկզբից շատ է եղել առաջարկությունը, որ համակարգը ունենա նաև թարգմանության եւ համառոտագրության ֆունկցիոնալություն։ Դե ինչպես հասկանում եք, մենք չենք կարող միանգամից շատ արագ կերպով այդ մոդելները ինքներս ստանալ, դա ժամանակի եւ գումարի խնդիր էլ կա այդտեղ, իսկ մեզ համար այս պահին ֆինանսական միջոցների ճիշտ ծախսը առաջնային խնդիր է, որովհետեւ իրականում մենք ոչ մի ֆինանսավորում չունենք եւ փորձում ենք ինքներս մեր ֆինանսական միջոցներից բավարարել բոլոր պահանջները, ու կար խնդիր սղագրման գործիքը լրագրողական համայնքին մատուցելուց հետո նաև նրանց տրամադրել թարգմանության եւ համառոտագրության ծառայություն, դե բնականաբար դրա լավագույն միջոցը կլիներ ինտեգրել այլ մոդելներ մեր համակարգում։ Այդ ամբողջը ինտեգրման գործընթացը տևեց մոտ 1 ամիս, հետո անցավ տեստավորման փուլ նույն լրագրողների կողմից, որից հետո ստացանք այդ համառոտագրության հնարավորությունը, որը որ նշեցիք։ Իսկ ինչպես է ստացվում, որ ինքը պահպանում է այդ առանցքային բաղադրիչները։ Սա կախված է մի շարք հանգամանքներից։ Բնականաբար առաջին հանգամանքը մոդելի ընտրությունն է, թե ինչ տիպի մոդել կօգտագործեք համառոտագրության համար։ Երկրորդ կարևոր հանգամանքը մոդելում այդ տեխնիկական բնութագրիչներն են։ Հիմնականում հիմա դե տրանսֆորմեր մոդելներն են շատ արդի, որոնք հիմնված են այդ attention մեխանիզմների, ուշադրության մեխանիզմների վրա։ Հարցը ավելի շատ տեխնիկական է, թե ինչպես այդ մոդելն օգտագործողը, ինժեները ճիշտ կմատուցի համառոտագրման ենթակա տեքստը մոդելին։ Այ մեզ մոտ դա բավականին փորձարկվել է, փորձել ենք ստանալ գրեթե իդեալական, դե իդեալական համակարգեր չկան, փորձել ենք ստանալ իդեալականին մոտ ինչ-որ մի վիճակ ու կարծում եմ հաջողվել է։ Իսկ դրանից հետո արդեն ֆիդբեքեր որ ստացել եք, մոտավորապես ինչ կարգի։ Դրանից հետո եղել են միայն լավ կարծիքներ, բնականաբար, բոլորը ասել են հոյակապա, շատ լավ աշխատում է, մանավանդ համառոտագրումն ու թարգմանությունը, ու կարողացել ենք առավելագույն բավարարել։ Քանի լեզվով է թարգմանություն եւ համառոտագրումը։ Թարգմանությունն այս պահին սպասարկում ենք 14 լեզու։ Իսկ համառոտագրում։ Իսկ համառոտագրումը դե 8 լեզվով սղագրություն է, հետեւաբար նաև 8 լեզվով համառոտագրություն։ Նոր լեզուներ ավելացնել չենք պատրաստվում այս պահին, որովհետև կան նաև տեխնիկական խնդիրներ, օրինակ չգիտեմ, եթե նկատել եք մեր համակարգում սկզբի շրջանում, երբ որ upload էիք անում, պիտի կոնկրետ ընտրեիք մոդելը, սղագրման լեզուն։ Հիմա փորձում ենք նաև լուծել այն խնդիրը, երբ օրինակ լրագրողը պատահաբար սխալ է ընտրել լեզուն կամ մոռացել է ճիշտ նշել լեզուն, փորձում ենք լուծել այն խնդիրը, որ ավտոմատ համակարգը որոշի, թե ինչ լեզվով է տրամադրված նյութը։ Համակարգում արդեն այդ մոդուլը գործում է, այսինքն լեզուն է նույնականացվում բանավոր խոսքում եւ ըստ դրա որոշվում է, թե որ մոդելով սղագրվի։ Ու հետեւաբար ամեն անգամ նոր լեզու սղագրման կամ թարգմանության համար նոր լեզու ավելացնելուց պիտի թարգմանենք նաեւ այս լեզվի նույնականացումը, թարմացնենք նաեւ այս լեզվի նույնականացման ենթակտորը։ Դրա համար ավելի բարդ նոր լեզուներ ավելացնել։ Համակարգը դառնում է ավելի կոմպլեքս, այնտեղ փոփոխություններ անելը դառնում է ավելի բարդ իրականացվող, բայց դե թիմը բարեհաջող աշխատում է, դեռևս փոփոխություններ չեն եղել։ Հա, շուտով պատրաստվում ենք նաև նոր թարմացումների, ու իրականում ես չեմ սիրում նախորոք ասել թարմացումների մասին,
բայց ապագայում պլանավորում ենք մեկ շաբաթից թարմացումներ կատարել համակարգում, բուն գործիքակազմը չի փոխվելու, պարզապես ավելանալու են մի քանի նոր հնարավորություններ։ Մեզ լսողներն ու դիտողները կարող են իրենք փորձարկել մեկ շաբաթ հետո արդեն եւ հասկանալ թե ինչ փոփոխություններ են տեղի ունեցել, ես ինքս էլ կփորձարկեմ։ Ու հիմա արդեն վերադառնանք, ավելի ճիշտ անցնենք ֆիլմ արտադրությանը, որովհետեւ ասացի սկզբում խոստացա մեզ լսողներին ու դիտողներին, որ խոսելու ենք ֆիլմ արտադրության մասին, չէ՞, էլի ֆիլմ արտադրության մեջ AI ենթագրեր օգտագործելու մասին։ Ես ինքս ենթագրում արել եմ, դեռևս մի քանի տարի առաջ եմ արել, այդ ժամանակ դեռ AI ենթագրումներ տենց չկային։ Ես ձեռքով էի այդ ամեն ինչը անում ու պետք է ասեմ, որ բավականին տենց երկար գործընթաց էր, հաշվի առնելով, որ ես ունեի եւ time կոդերը եւ բաները այդ թարգմանված տարբերակները, բայց այդ ամբողջը պետքա փոխել։ Ես ընթացքում նաև խմբագրում էի անում, ինչ որ տեղերում նույնիսկ սրբագրում, որովհետև լինում էին, որ թարգմանությունը այդքան էլ չէր համապատասխանում այն ամենին, ինչ որ տեղի ունեցել ֆիլմի ընթացքում։ Ֆիլմը դիտում էի, ընթացքում նաև ուշադրություն էի դարձնում, թե ոնց է թարգմանված, եթե ինչ որ բան պետք էր խմբագրում էի, սրբագրում էի, ու հետո նոր անցկացնում էի, ու իրականում բավականին տենց երկար process է։ Արհեստական բանականությունը ոնց է կարողանում այս գործընթացը կատարել, ոնց է իրեն ինտեգրել այս գործընթացում։ Ուրեմն տեսեք, ի տարբերություն լրագրողական գործունեության, այդ ֆիլմ արտադրության ոլորտը մի փոքր ավելի բարդ ոլորտ է, այնտեղ խնդիրները ավելի շատ են։ Հա, իրականում լրագրողների պահանջները բավարարելն ավելի հեշտ է, քան օրինակ, չգիտեմ, ֆիլմ արտադրող ստուդիայի, production ստուդիայի պահանջները բավարարելը։ Դե դուք նշեցիք այդ timestamp-երի ժամանակացույցերի հետ կապված խնդիրները, բնականաբար դրանք պիտի լինեն գերճշգրիտ։ Ու հա, մի քանի տարի առաջ չկային հայերենի համար նման գործիքներ, բայց ես վստահ եմ, որ ապագայում անգամ այդ բոլոր խոշոր ընկերությունները, որոնք որ հիմա սպասարկում են օրինակ, չգիտեմ, լայն կիրառվող լեզուները, օրինակ անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, չինարեն, շուտով սկսելու են նաև սպասարկել հայերեն, բայց քանի դեռ չեն սպասարկում, մեր գործիքը ունի պահանջարկ։ Դե հետագայում, երբ որ արդեն ավելացրինք թարգմանության եւ համառոտագրության գործիքները, լրագրողները ներկայացրեցին եւս մեկ պահանջ, ասելով անում են լրագրողները, էլի։ Ասելով հետեւյալը. այ լավ կլիներ, որ մեր YouTube short-երի համար կարողանային գեներացնել ենթագրեր։ Ու հիշում եմ, երբ որ դուրս եկանք այդ լրատվականից, ամբողջ ճանապարհին ես մտածում էի, լավ դե YouTube short-երի համար ենթագրեր գեներացնելը ինչ խնդիր է։ Պիտի ուղղակի սղագրեմ, հետո այդ սղագրված տեքստը ոճավորված ինչ որ ստիլերով վառեմ վիդեոյի վրա ու վերջ խնդիրը լուծվում է։ Այս առաջին հայացքից որ sense պարզ բաներ երևում։ Հետագայում, երբ որ արդեն սկսեցինք նախագծել նախնական տարբերակը, հասկացանք, որ խնդիրն ավելի բարդ է, քան մենք պատկերացնում ենք։ Օրինակի համար ասեմ, շատ պարզ մի բան, մտքի ամբողջականության պահպանումը մեկ ենթագրի հետ մեկ կադրի մեջ։ Հա։ Շատ լուրջ խնդիր է ինքը։ Ֆիլմ արտադրության մեջ էլ չեմ ասում ինչքան լուրջ է, որ պիտի ավարտուն միտք լինի մի կադրի մեջ, կադր նկատի ունեմ այդ մի ենթագրի սլայդի մեջ։ Ու այսպես սկսեցինք ստանալ ինչ-որ տարբերակ, առաջարկել լրագրողներին, լրագրողները կիրառում էին YouTube հոլովակների այդ շորթերի վրա, կարճ հոլովակների վրա, ու այսպես անընդհատ կապի մեջ լինելով ինչ-որ առաջարկություններ էին անում, այ այստեղ թող այսպես լինի, այ այստեղ թող այսպես գեներացնի, ու այնքան մշակեցինք այս համակարգը, որ հասկացանք, որ ժամանակն է արդեն նաև առաջարկել ֆիլմ արտադրող ընկերություններին կամ հենց նույն հեռուստաընկերություններին։ Դե բնականաբար առաջարկելուց հետո սկսվեց տեստավորման փուլի ընթացքում հայտնաբերվեցին խնդիրները շտկվեցին ու հիմա փառք Աստծո նորմալ։ Ինչ մակարդակի խնդիրներ հայտնաբերվեցին։ Հիմնականում դե տեսեք, հայերեն լեզուն իրականում շատ բարդ լեզու է։ Հա, հայերենը շատ բարդ լեզու է, թե հնչողությամբ, թե քերականությամբ։ Հա, ընդհանրապես լեզվաբանական բոլոր օրենքներով ու իր կառուցվածքով շատ բարդ լեզու է։ Մոդելավորել հայերեն լեզուն ավելի դժվար է, քան օրինակ մոդելավորել մյուս լեզուները։ Էլ չեմ ասում ռեսուրսների պակասը, որովհետև, չգիտեմ, եթե անգլերենի համար շատ հայտնի արտասահմանյան համալսարաններ տարեկան թողարկում են հազարավոր ժամերով անոտացված գրադարաններ, տվյալների շտեմարաններ, իսկ այդ տվյալների շտեմարանները հենց թողարկումից հետո անմիջապես օգտագործվում են վերահսկվող ուսուցման համար, supervised learning-ի համար։
հայերենի դեպքում համ տվյալներն են խնդիր, համ լեզվի բարդությունն է խնդիր, ու հիմնականում խնդիրները կապված էին նման բաների հետ։ Չգիտեմ, ավարտուն միտք պահի, կետադրությունը ճիշտ լինի։ Հա, իսկ կետադրության հետ կապված իրականում ձեր գործիքը ես որ փորձարկում էի, կետադրությունը բավականին լավն էր, ես այնտեղ գրեթե ոչինչ չեմ ունեցել փոխելու, էլի։ Մի երկու տեղ եմ մի քանի բան փոխել, բայց ընդհանուր առմամբ, տենց բավականին մեծ տեքստերը շատ հեշտ է, էլի, երբ որ կետադրությունը ճիշտ է արված։ Ոնց եք հասել դրան։ Նախ շնորհակալ եմ լավ կարծիքի համար, հասնելու հետ կապված։ Ու էլի ասպիրանտական կրթության ընթացքում անընդհատ բացի բուն սղագրման գործիքի մոդելի ստացման հետ կապված հետազոտություններից կատարում էին նաև հայերեն լեզվի քերականական եւ ուղղագրական լավարկման խնդիրների լուծման հետ կապված հետազոտություններ։ Չգիտեմ, ստանում էի տարբեր տվյալների շտեմարաններ, դրանցով փորձում էի մարզել ժամանակակից մոդելներ, որոնք որ նախատեսված են հենց լեզվի կետադրությունն ապահովելու համար։ Ու այս հետազոտության ընթացքում նաև զուգահեռ հրապարակում էի գիտական հոդվածներ։ Լայն կիրառվող երկու մոտեցումներից, դե բնականաբար առաջինը, երբ որ հենց խոսքի սղագրման մոդելն է ավտոմատ կետադրում ելքային տեքստը, ու երկրորդ մոտեցումն այն է, որ օգտագործում է հավելյալ մի մոդել եւս, այդ խոսքի սղագրման մոդելի ելքը քերականորեն եւ ուղղագրորեն լավարկելու համար, այսինքն լավացնելու համար այն, ինչ որ հելել է նախորդ մոդելից։ Մենք ես եւ համահիմնադիրը համակարգի որոշեցինք կիրառել երկրորդ մոտեցումը, այսինքն մարզել առանձին մի մոդել, որը միայն նախատեսված կլինի կետադրության համար, ու սկսեցինք գործարկել այդ մոդելը, ու դե հասկանում եք, քանի որ սերվերը ֆիզիկական է, ունենք հաշվական հզորության խնդիրներ, որովհետև չենք կարող անընդհատ այդ սերվերի վրա, չգիտեմ, ավելացնել ավելի հզոր բաղադրիչներ, բնականաբար սկզբի շրջանում մոդելը այդքան էլ լավ չէր աշխատում։ Հետագայում դելի ֆինանսական սեփական միջոցներով փորձեցինք թարմացնել մեր ֆիզիկական սերվերը ու կարողացանք մոդելը մաքսիմալ օգտագործել այդ համակարգի վրա։ Հիմա արդեն բողոքներ կետադրության հետ կապված չունենք։ Սկզբնական շրջանում երբեմն թերանում էր մոդելը կետադրել, բայց հիմա արդեն բարեհաջող օգտագործվում է բոլորի կողմից ու դժգոհություններ այս պահին այդպես լուրջ դժգոհություններ չկան։ Ֆիլմ արտադրության ոլորտում շատ ավելի կարևոր է կետադրությունը, բացատրեմ ինչի։ Օրինակ, եթե լրագրողի համար խնդիր չի ձեռքով վրայով անցնել փոքր հոդվածի ու կետադրությունը շտկել, այ ֆիլմի դեպքում շատ մեծ խնդիր է 2 ժամ անընդհատ լսել, դիտել, հասկանալ ու ճիշտ կետադրել։ Հա։ Ես ինքս այդ աշխատանքը արել եմ ու իրականում բավականին բարդ է, էլի։ Մի քանի օր քեզանից պահանջվում է ու օրվա ընթացքում տենց ամենակիչը 1 ժամ դու պետքա տրամադրես, որ այդ ամբողջը կարողանաս անել, մի հատ էլ վրայով անցնես, տեսնես հո ինչ որ բան բաց չես թողել արագանելու ընթացքում։ Ասեմ ավելին, սկզբի շրջանում, երբ որ տեստավորում էինք այդ նոր գործիքները, սկզբի շրջանում ես ինքս եմ ձեռքով այդ ամբողջը արել ու փորձել եմ հասկանալ ինչ է զգում այն մարդը, ով որ ձեռքով թարգմանում է ֆիլմը։ Փորձում եմ սկզբից հասկանալ այդ զգացողությունները վերարտադրել, հետո հասկանալ ոնց կլուծվի իր խնդիրը, ինչից ինքը կհասկանա, որ իր խնդիրները լուծվում են այս գործիքի միջոցով։ Հետաքրքիր տարբերակ է իրականում։ Այդ սկզբից դուք փորձեք հասկանալու թե ինչ է զգում, հետո նոր տալ այդ ամեն ինչը գործիքին։ Բանով չեմ զբաղվել, թարգմանությամբ ընդհանրապես չեմ զբաղվել, բայց այդ խմբագրում, սրբագրում եւ այդ ենթագրումը իրականում հա շատ մեծ խնդիր էր։ Ֆիլմերի դեպքում կարող եմ նշել եւս մեկ խնդիր, որ շատ եմ հանդիպում, ես ինքս անգամ, ֆիլմի թարգմանված ենթագրերի դեպքում թարգմանված տեքստը բնօրինակին հավասարեցնելը։ Պատկերացրիք, չէ՞։ Իհարկե։ Իրականում ինքը շատ մեծ խնդիր համարել չի կարելի, բայց շատ հեշտ լուծվողել չի, որովհետև այստեղ լեզվի առանձնահատկություններն են բավականաչափ խնդիրներ առաջացնում։ Օրինակ, չգիտեմ, հայերենի դեպքում նախադասության կազմման օրենքները այլ են, անգլերենի դեպքում այլ են, միտքը ինչպես է շարադրվում, էլի։ Ու նման բարդությունները հիմնականում խնդիրներ են առաջացնում այդ հավասարեցման հետ կապված։ Էլի մեր համակարգում փորձել ենք առավելագույնս լուծել այս խնդիրը ու ստանալ համակարգ, որը որ կանի այս նույն գործընթացը ինքնաշխատ կերպով այնպես, ինչպես կանի մարդը։ Իսկ հայերենով է միայն ենթագրում տեղի ունենում։ Չէ, իրականում բոլոր լեզուներով,
լեզվի ընտրությունը կախված է ձեզնից։ Եթե ֆիլմը օրինակ մեր մոտ անգլերեն է, կարող եք անգլերեն ֆիլմը թարգմանել հայերեն եւ ենթագրել։ Եթե ֆիլմը շատ հետաքրքիր բան ասացիք, ինձ հետաքրքրում է, օրինակ, տեսեք, մենք ունենք ճիշտ է ֆիլմ արտադրության բավականին փոքր, այսպես ասած, շուկա, բայց ունենք դեռևս նույնիսկ սովետական ժամանակներից ֆանտաստիկ ֆիլմեր, որոնց մասին աշխարհը չգիտի։ Օրինակ, մենք ենք մեր սարերը ֆիլմը, ես պաշտում եմ այդ ֆիլմը, ֆանտաստիկ ֆիլմ է, որի մասին աշխարհը չգիտի, բայց որը այն ֆիլմերից է, որ ես վստահ եմ, որ եթե օրինակ անգլերեն ենթագրերով լինի, աշխարհին շատ բան կտա։ Ոչ միայն հայի կերպարի մասին, այլ ֆիլմը շատ մարդու մասին է, էլի, շատ մարդկային է։ Այս տեսակ կիրառություններով կարելի է օրինակ հայկական ֆիլմերը միջազգայնացնել։ Այս մասին մտածել եք։ Իրականում ես անձամբ ինքս հենց ամենասկզբից ենթագրերի ֆունկցիոնալությունը դեռ նախագծելու ընթացքում առաջինը որ մտածել եմ, ասել եմ, հա, հայկական հին ֆիլմերը աշխարհին ներկայացնելու խնդիրը կլուծվի։ Այդ միջազգայնացման խնդիրը պիտի լուծենք ոչ թե մենք, այլ բոլոր այն ընկերությունները կամ ֆիլմ արտադրող ընկերությունները, որոնք որ զբաղվում են այդ խնդրի լուծմամբ։ Մենք ուղղակի տրամադրում ենք օժանդակող գործիք, ավտոմատизացման գործիք։ Իսկ իրենք ձեզ դիմել են այդ պահանջով, այդ խնդրանքով։ Տեսեք, դեռևս հենց կոնկրետ ընկերությունների կողմից նման առաջարկներ չեն եղել, բայց հիմնականում մենք ենք փորձում առաջարկել նման ընկերություններին, կազմակերպություններին, որոնք որ զբաղվում են մենք ոդքասթից հետո իրենք էլ կմտածեն այդ առաջարկներն անելու համար։ Մենք փորձել ենք ինքներս գրել, առաջարկել, հիմնականում մի մասի մոտ եկել ենք համաձայնության, սկսել ենք կիրառել գործիքը, կան կազմակերպություններ, որոնք ամենասկզբից հրաժարվել են կիրառել, կան կազմակերպություններ, որոնք կիրառել են ու հասկացել են, որ ավելի լավ է այդ նույնը ձեռքով անեն, օրինակները տարբեր են, բայց հանուն արդարության պիտի ասեմ, որ Հայաստանում գնալով ամրապնդվում է AI գործիքները աշխատանքի մեջ օգտագործելու այդ պրակտիկան, միտումը, ինչի համար ես բնականաբար շատ ուրախ եմ։ Ես էլ, որովհետև սկզբնական շրջանում վախը շատ մեծ էր։ Տեսեք, վախը հիմնականում կապված է պայմանավորված է նրանով, որ շատ մարդիկ մտածում են, որ AI-ը իրենցից խլելու է իրենց աշխատանքը։ Ինձ չի թվում իմ անձնական կարծիքով գոնե մոտ ապագայում նման բան չի լինելու։ Իսկ հեռավոր ապագայում, տեսեք, ըստ իս կրկին գուցեև որոշ մասնագիտություններ դադար են գոյություն ունենալ, գուցե որոշ մասնագիտություններ AI-ը ամբողջությամբ AI-ը փոխարինի, վերափոխի, բայց հավատացեք, սրա միջոցով նաև ստեղծվելու են նոր մասնագիտություններ։ Ես էլ եմ միշտ այդ ասում։ Դա լրիվ նորմալ է։ Տեսեք, արդյունաբերության հեղափոխությունը երբ որ եղավ, էլի շատերը դեմ էին, շատերը կողմ էին։ Դե բնականաբար, երբ որ հոսքագիծ օրինակ ներդրվեց աշխարհում առաջին անգամ, շատերի գործը ուղղակի վերացավ, բայց այդ հոսքագծի հետ առաջացան նաև նոր մասնագիտություններ, օրինակ չգիտեմ, հոսքագծի հսկող օպերատոր կամ հոսքագծի բարոյական մաշվածությունը չափող պատասխանատու օպերատորն նման բաներ։ AI-ի դեպքում էլ արհեստական բանականությունը բնականաբար իր հետ կբերի նոր մասնագիտություններ։ Ըստ իս։ Ես էլ եմ այդպես կարծում, ես էլ եմ այդ տարբերակով այն մարդկանց, ովքեր վախենում են, ովքեր ասում են, որ արհեստական բանականությունը խլելու է մեր աշխատանքը, ես ասում եմ արհեստական բանականությունը խլելու է այն մարդկանց աշխատանքը, ովքեր արհեստական բանականության գործիքներ չեն օգտագործում իրենց աշխատանքը լավացնելու համար։ Բնականաբար, լրիվ համաձայն եմ։ Այս ամբողջ ընթացքում մեզ լսում էր նաև արհեստական բանականությունը ու ինքը ձեզ հարց ունի։ Ասենք ինչ ասում։ Ինձ հետաքրքրում է ինչպես եք դուք պատկերացնում արհեստական բանականություն համագործակցության իդեալական սցենարը այնպիսի առաջադրանքներում, ինչպիսիք են ամփոփումը կամ ենթագրումը։ Դե տեսեք, իդեալական սցենարը այն դեպքն է, երբ որ մարդկային միջամտությունը հասցվում է 0-ի, իսկ մոդելի ճշգրտությունը մոտենում է 100%-ի։ Բնականաբար, այս այն խնդիրն է, որը որ լուծվում է մեքենայական ուսուցման ինժեներների կողմից։ Դա կախված է տվյալների ճիշտ մշակման ալգորիթմներից, կախված է մոդելի կառուցվածքային առանձնահատկություններից, դրա ճիշտ ընտրությունից։ Տեսեք, հիմա այս նոր աշխարհում, որտեղ արհեստական բանականությունը կիրառվում է շատ ոլորտներում, տվյալների հավաքագրում, մշակում, խմբագրում, սա այլևս խնդիր չի։ Ու ինչպես մի անգամ նշեց իմ դասախոսներից մեկը, ընկեր Պետրոսյանը, այլ հարց է, թե ինչպես են այդ տվյալները ներկայացվում,
այսինքն ինչ ալգորիթմներ են կիրառվում այդ տվյալների մշակման ու ներկայացման համար։ Ու իդեալական տարբերակը, ինչպես նշեցի, երբ որ մարդկային գործոնը մոտա 0-ի, իսկ բանականության ճշգրտությունը, արհեստական բանականության ճշգրտությունը մոտա 100%-ի, բայց կատարյալ չի երբեք։ Այսինքն 100% այսպես թե այնպես չի էլ դառնալու։ Ես լիահույս եմ, որ ոչ չի դառնալու։ Շատ լավ։ Շնորհակալ եմ Վարուժ ջան ձեր ժամանակի ու բովանդակալից զրույցի համար։ Ես եմ շնորհակալ հրավերի ու զրույցի համար։ Հարգելի լսողներ եւ դիտողներ, այսքանով ավարտեցինք այսօրվա ոդքասթը, խոսեցինք արհեստական բանականության միջոցով համառոտագրման, ինչպես նաեւ ֆիլմ արտադրության մեջ արհեստական բանականության միջոցով ենթագրումների մասին։ Չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին մեր հետագա հաղորդումները բաց չթողնելու համար։